Նոյեմբերի 22-ի երեկոյան Միացնաեջ Մայր տաճարում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ կիրակնամուտի ժամերգություն, որից հետո Շիրակի, Տավուշի եւ Արագածոտնի թեմերի հոգեվոր դասի նախաձեռնությամբ մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչն էր Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք Աբեղա Պալոյանը, սրբազան արարողությանը ներկա էին հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Շիրակի, Տավուշի եւ Արագածոտնի թեմերի հոգեվոր սպասավորները, տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ։ Ներկաները մեկտեղվել էին Միացնաեջ Մայր տաճարում աղոթք բարձրացնելու անազատության մեջ գտնվող Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, հանուն հայրենիքի ու եկեղեցու պաշտպանության բանտերում գտնվող բոլոր հայրենիների համար։ Գոհություն մատուցելով Աստծուն պատարագիչ հայր Սուրբը հայցեց Սուրբ Հոգու շնորհները նորոգելու Քրիստոսի Սուրբ եկեղեցու, եկեղեցական կարգերի ու նվիրապետության հանդեպ հնազանդության եւ հավատարմության իրենց ուխտը։ Սուրբ Հոգին նորոգի մեր հնազանդության եւ հավատարմության ուխտը Քրիստոսի եւ նրա եկեղեցվո հանդեպ, եկեղեցվո կարգերի ու նվիրապետության հանդեպ։ Խոսելով եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների մասին իր քարոզում հայր Շնորհքը նշեց. փորձվում է մեր հավատքն առ Քրիստոս, Մայր եկեղեցու եւ մեր հայրերի հանդեպ։ Մեր հնազանդությունն ու խոնարհությունը փորձվում է հայրենիքի հանդեպ մեր հավատարմությունն ու նվիրվածությունը, մեր հավատքի տոկունությունը եւ աղոթքի հարատևությունը։ Հայր Շնորհքն ընդգծեց, որ եթե ճշմարտապես լուսավոր է մեր հավատքը, եթե անկեղծ եւ մաքուր է մեր սերը, անկասկած կարժանանանք հանուն Քրիստոսի տառապանքներով ու աղոթքներով հաստատված աստվածային ողորմության ու շնորհների։ Հայր Շնորհքը պատգամեց հարատևել աղոթքի մեջ, պատրաստ լինել մտնելու նեղ դռնով, միանալ Քրիստոսին, որպեսզի Տերը մեզ պահի եւ պահպանի ամեն տեսակի հոգեվոր եւ մարմնավոր փորձություններից եւ դարձնի իր ժառանգորդը։ Սուրբ պատարագի Տեր Ողորմյա երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի եւ բոլոր գերյալների ազատության, ինչպես նաեւ հայրենի երկրի խաղաղ ու բարոր կյանքի համար։ Սրբազան արարողությունն ավարտվեց հայոց հայրապետի պահպանիչ աղոթքով։ Հայրապետական մաղթերքի ներքո Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մայրաթոռում մեկտեղված պատարագի մասնակիցներին։